Վալեքս խմբի ընկերությունները և Լոռու մարզպետարանը լոռեցիների համար կազմակերպել էին անակնկալ։ Վանաձորում ցուցադրվեց Գարեգին Նժդեհ ֆիլմը։ Ֆիլմը մարզում ցուցադրվեց երկրորդ անգամ։ Դահլիճը կրկին լեբլեցուն էր։ Մինչ ֆիլմի ցուցադրումը լոռեցիներին ներկայացավ և ողջունեց ֆիլմի ստեղծագործական կազմը, դերակատարները։ Յուրաքանչյուր ֆիլմ նման է երեխայի ծնունդի, այս խոսքերով ներկաներին ողջունեց կինոռեժիսոր, պրոդյուսեր Հրաչ Քեշիշյանը։ Գարեգին Նժդեհ ֆիլմը երկարատև կյանք է ունենալու վստահ է կինոռեժիսորը, քանի որ այն հայի և հայրենասիրության մասին է։ Մեր պատմության մի մասը, ընձեռված հնարավորությունն էլ հրաշալի է, նկատում է Հրաչ Քեշիշյանը։ Ֆիլմը ունի իր կյանքը ու այդ ինքը իր կյանքով ապրում է ու փառք Աստծո որ ապրում է, որովհետև յուրաքանչյուր կինոռեժիսորի եւ կինոպրոդյուսերի համար շատ կարեւոր է թե ինչպիսի կյանք կունենա իր ֆիլմը հետագայում։ Գարեգին Նժդեհն արդեն դիտել են Հայաստանի ողջ տարածքում, ցուցադրվել է նաև Լեռնային Ղարաբաղում, ստեղծագործական խումբը վերջերս եղել է նաև սահմանամերձ Չինարի գյուղում և 20 տարի չգործող կինոդահլիճում ստեղծել պայմաններ ցուցադրման համար, էկրան բարձրացնելով Գարեգին Նժդեհ ֆիլմը։ Այս ֆիլմն արդեն մտել է ռուսական կինոշուկա, դերակատարներն առանձնահատուկ վերաբերմունքով են մոտեցել ֆիլմում իրենց ունեցած կերպարին։ Ներկայացնել մի մարդու, որ իրականում եղել է եւ հայրենիքի համար կյանքը նույնիսկ չի խնայել, կարծում եմ շատ ավելի բարդ է եւ դժվար։ Կերտել եմ մի կերպար, որը եղել է, այսինքն ինքը հորինված գրքային կերպար չի, այլ եղել է մեր հերոսներից, իրական հերոսներից, որոնք կռվել են Նժդեհի կողքին, պայքարել է հանուն հայրենիքի ու հայրենիքի ազատության։ Ինքը դրանով ինձ համար իմ դերակատարումներից առաջի տեղում է, որովհետև ինքը եղել է հայ, ինքը եղել է հերոս։ Բացի այն, որ ֆիլմն ունի երիտասարդ ծննդին կրթելու մեծ դաստիարակչական խորհուրդ, այն նաև մեծ հայրենասիրության աղբյուր է։ Ֆիլմի ավարտին կինոդիտողներն այսպես կիսվեցին իրենց տպավորություններով։ Ես շատ երկար ժամանակ չեմ դիտել նման ֆիլմեր կինոթատրոններում, ես այնքան հաճույքով եմ եկել այսօր, այնքան սպասված էր, անսպասելի էր, հաճելի էր։ Ինձ շատ դուր եկավ, հատկապես դուր եկավ Խորեն Լևոնյանի խաղը, շատ կցանկանայի, որ այսպիսի ֆիլմերի ցուցադրությունները շատ լինեն եւ ֆիլմ արտադրությունը Հայաստանում զարգանա։ Իսկ ամենամեծ տպավորությունը, որը միակարծիք է կինոդիտողների մոտ, կրկին անգամ դիտելու ցանկությունն է։ Անահիտ Կարապետյան, Սերյան Ղազարյան, Մոլորակ։